Շնորհակալություն, պարոն Աթոյան, նախ երկու նկատառում։ Ուզում եմ հիշեցնել, որ դուք Հայաստանի Հանրապետության հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման պոակի տնօրեն եք, այլ ոչ Երևան քաղաքի, կարծում եմ այստեղ կարիք կար խոսել Հայաստանի Հանրապետության մասին, եւ երկրորդը կորտիզոլը եւ ադրենալինը դրանք տարբեր հորմոններ են, այսպես էլի։ Հարցս 2024 թվականին քանի ստուգա չափում է կատարվել հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման պոակի կողմից, քանի աշխատակիցներ ունեք, որոնք որ տիրապետում են աղմուկի չափումների տեխնիկային եւ դրանցից քանիսն են եղել հայտերով տեսչական մարմնի կողմից ներկայացված հայտերով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, եթե մի վարքյան թույլ տաք, Տիկին Պողոսյան, քանի որ Երևան քաղաքում աղմուկի դեմ պայքարի ծրագիրն էր ներկայացնում մեր գործընկերը, հետևաբար խոսեց Երևան քաղաքի մասին։ Շնորհակալություն։ Բայց ես ճիշտ եմ, չէ՞ հասկանում, օրենսդրությունը Երևան քաղաքի համար չի, չէ՞։ Շնորհակալություն հարցի համար, բնականաբար ես քաջատեղյակ եմ, որ կենտրոնի գլխավոր տնօրենն եմ, որը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը եւ ինչպես նշեցի իմ խոսքում, դա ծրագիրն է կոչվում Երևան քաղաքում ուսումնասիրություն հաշվի առնելով Երևան քաղաքի առավել ուրեմն ծանրաբեռնվածությունը բնականաբար այն սկսվել է Երևան քաղաքից այս ծրագիրը եւ բավականին աշխատատար ծրագիր է, ինչպես նկատեցիք տարիների ընթացքում այն դեռևս շարունակվում է։ Ձեր դիտարկումը կորտիզոլի եւ ադրենալինի մասին չեմ ուզում հիմա շատ մեծ անդրադարձ կատարել, քանի որ մասնագիտական հանրության դիմաց չենք կանգնած, եթե հիշում եք, ես նշեցի, որ կորտիզոլ բոլորին հայտնի է ադրենալին, քանի որ երկուսնի մակերիկամների կողմից են արտադրվում եւ ստրես հորմոններ են, սա ուղղակի իգիտություն ձեզ, չէ իգիտություն ձեզ ասեմ, որ տեղյակ լինեք եւ ինչ վերաբերվում է չափումներին, ես նշեցի, քանի վարչական շրջաններում են չափումները իրականացվել, թե քանի չափումը արվում, դա արվում է համապատասխան ուրեմն ընթացակարգին, պրոտոկոլին, որը հաստատված է այս ծրագրով եւ դա իրականացնում են մեր մասնագետները, կոնկրետ այս պահին մենք ունենք երկու մասնագետ, որոնք հիգիենիստ չեն, այլ ինժեներներ են եւ այս աշխատանքները իրականացնելու համար ինժեներական կրթությունը լրիվ բավարար է։ Չափումները իրականացվում են, ինչպես նշեցի իմ խոսքում, մեր նախաձեռնությամբ, առողջապահության նախարարության եւ ՀՎԿ-ի նախաձեռնությամբ, ինչ վերաբերում է աշխատանքի եւ առողջապահական տեսչության հետ, այս մասով եթե լինեն բնականաբար պահանջ կիրականացնենք, բայց այս չափումները ծրագիրը Երևան քաղաքում իրականացված, դա մեր նախաձեռնությունն է քարտեզագրման նպատակներից ելնելով։ Այսքանը կարծում ձեր հարցերին պատասխանեցի։ Շնորհակալություն, հաջորդ հարցի համար Հովսեփ Սարգսյան։ Շնորհակալ եմ։ Պարոն Աթոյան, ինչպես մեզ հայտնի է, մեր համակարգացիների շատերը աշխատում են արդյունաբերական արտադրամասերում, որտեղ հաստոցային աղմուկը ուղղակիորեն ամբողջ օրվա ընթացքում խանգարում է այդ մարդկանց եւ առաջանում են առողջական խնդիրներ։ Ինչպես եք կարծում, ինչպիսին է այս խնդրի լուծումը։ Շնորհակալություն հարցի համար։ Իրավակարգավորումները նշեմ, որ ոլորտում գործող նորմը առողջապահության նախարարի 138N հրամանն է, որը թարմացվել է 22 թվականին, ինքը 2002 թվականի նորմ է։ Ներկայումս մենք նախատեսում ենք նաև ինչպես նախկինում նշվեց հանրային առողջապահության օրենքի ընդունումից հետո նաև բոլոր առողջապահական նորմատիվները վերանայվում են եւ անհրաժեշտության դեպքում սա նույնպես կվերանայվի, բայց այս նորմատիվում սահմանված են աշխատատեղի ընտրվող պահանջները կախված աշխատանքային աղմուկից եւ աշխատանքային օրենսգիրքը իր հերթին կարգավորում է, որ գործատուն պարտավորվում է անհատական պաշտպանիչ միջոցներով ապահովել աշխատակցի ուրեմն պաշտպանումը, նաեւ աղմուկից, եթե նրա աշխատանքը կապված է աղմուկի հետ, այսինքն սա կարգավորված է իրավական դաշտը եւ պետք է ուղղակի գործատուն ապահովի իր պարտականությունները։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, հաջորդ հարցի համար Մելանիա Սիմոնյան։
Ես Սիմոնյան Մելանյան եմ, սովորում եմ Վալերի Բրյուսովի համապետական համալսարանում եւ նույն խնդիրը նաեւ ունի համալսարանը եւ ինչպես հայտնի է բոլորիս համալսարանը գտնվում է հենց ճանապարհի վրա եւ բարձր աղմուկը նույն այդ մեքենաները, որ բարձր երաժշտությամբ անդադ գնում գալիս են, խոչընդոտ է հանդիսանում դասընթացի բնականon գործընթացին եւ ձեր լիազորությունների սահմանում ինչ քայլեր կարող եք ձեռնարկել, որպեսզի խնդրի լուծում տաք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար։ Տեսեք, ինչպես խնդիրը պարզ է, խնդիրը ընդ որում ամբողջ աշխարհում այս խնդիրը կա, հենց ուրբանիզացիայի մակարդակի բարձրացման հետ մեկտեղ, որ նախկինում այն շենքերը, որոնք խնդրահարույց չէին, դառնում են ավելի խնդրահարույց, զուտ առողջապահության նախարարության ՀՎԿ-ի տեսանկյունից մենք քանի որ քաղաքականություն մշակող կառույց ենք, ապա կարող ենք նորմերը տրամադրել եւ սա միջգերատեսչական ընդհանուր խնդիր է եւ դրանով է իսկ կարեւոր է հանրային քննարկումը, որպեսզի բոլոր շահագրգիռ կողմերը քաջատեղյակ լինեն, իրազեկ լինեն ժամանակակից խնդիրներին եւ համապատասխան լուծումները մենք միասին պետք է լուծենք, այլ ոչ առանձին մի գերատեսչություն։